Եսայու մարգարեություն գլուխ 45 Այսպես է ասում Տեր Աստված իրոտյալ Կյուրոսին. Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, բացեմ քո առաջ դռները, և քաղաքները չփակվեն։ Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը։ Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը, որը կանչեց քո անունը։ Իմ Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես քո անունով կանչեցի քեզ և ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, որ ես եմ Տեր Աստվածը և չկա մեկ ուրիշը։ Թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա։ Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը։ Ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը։ Ես եմ Տեր Աստված, որ կատարում եմ այս ամենը։ Երկինքը թող ուրախ լինի վերուստ, և ամպերը արդարություն ցողեն, թող երկիրը ողորմություն բխեցնի, լիովին արդարություն թող բխեցնի։ Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ որպես մի լավ բան, ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ։ Միթե նա, որ հողն է հերկում, ամեն օր հերկ կանի։ Միթե կավը բրուտին կարող է ասել, թե ինչ ես անում, ինչու չես աշխատում, ձեռքեր չունես։ Միթե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե ինչու այսպես ստեղծեցիր ինձ։ Վայ նրան, որ իր հորը կասի, թե ինչու ծնեցիր ինձ, և մորը, թե ինչու ծննդաբերեցիր ինձ։ Այսպես է ասում Տեր Աստված, Իսրայելի Սուրբը, որ արարեց նրանց, ովքեր հետո են գալու։ Դուք ինձ հարցնում եք իմ որդիների ու դուստրերի մասին և իմ ձեռքի գործերի համար պատվեր եք տալիս ինձ։ Ես ստեղծեցի երկիրը և մարդուն նրա վրա։ Ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տվեցի բոլոր աստղերին։ Ես արդարությամբ նրան թագավոր հաստատեցի և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են։ Նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի, առանց կաշառքի և առանց ընծաների, ասում է Զորությունների Տերը։